Ծխախոտը ի վերջո վնասում է մեր սրտին եւ դեղեր են որոշ մարդիկ խմում սրտի համար, միևնույն ժամանակ չեն թողնում ծխելը։ Այս երկուսի սրտի դեղերի եւ ծխախոտի փոխազդեցության մասին ինչքանով են իրար խանգարում։ Այո, ճիշտ նկատառում եք անում, որովհետեւ բուժառուների մեծ տոկոսը վստահ է, որ երբ որ տեղադրվեց ստենդը կորոնար անոթի մեջ, այլևս վերջ ավարտված է իր իշեմիկ հիվանդությունը, այլևս չի սպառնում իրեն որևէ բան։ Եվ նրանք շարունակում են ինտենսիվ ձևով ծխել եւ օգտագործել ալկոհոլի մեջ չափաբաժիններ։ Ցավոք պետք է հիասթափացնեմ եւ ասեմ, որ ստենդավորումը դա իշեմիկ հիվանդության հարցի վերջնական լուծում չէ։ Դա կանխում է սրտամկան ինֆարկտը կամ արդեն զարգացած ինֆարկտ մեղավոր զարկերակը, որը որ փակվել էր, ուղղակի բացվում է, բայց համակարգային process-ը դեռ օրգանիզմում շարունակվում է, այսինքն այն գործոնները, որոնք բերել էին այդ անոթի վնասման, դեռ ակտիվ գործում են։ Եվ ծխախոտ օգտագործելու պարագայում, այո, շատ ավելի մեծ է հավանականությունը տեղադրված ստենդը փակվելու, քան այլ նոր անոթ էլի վնասվելու։ Այսինքն առաջնային այդ ստենդը վնասվելու է եւ փակվելու է։ Եվ շատ հետազոտություններ են կատարվել, կոչվում են ռեստենոզներ, երբ որ ստենդը նորից փակվում է եւ մենք ստիպված ենք լինում պարբերաբար ստենդի մեջ նորից ստենդ դնելու։ Հետևաբար հատկապես ստենտավորված մարդիկ պետք է ուշադիր լինեն եւ թողնեն ծխելը։ Ստենտավորումը իշեմիկ հիվանդության վերջնական բուժում չէ։ Իսկ սրտի դեղերը եւ ծխախոտը Եվս իր հետ հակացուցված են, որովհետև մենք օգտագործում ենք այնպիսի պրեպարատներ հիմնականում սրտի իշեմիկ հիվանդության դեպքում, որոնք կարգավորում են սրտի կծկման հաճախությունը, անոթային դիմադրությունն են թուլացնում, իսկ ծխախոտը հակառակ process-ն է իրականացնում եւ շնչական անբավարարություն, առանց այն էլ սրտային անբավարարության ժամանակ մենք ունենք շնչառական անբավարարություն։